Այսօր ես ուզում եմ ձեզ հետ մի փոքր կիսվել սիրելիներ հետևյալ մտքի շուրջ, որ օրեր շարունակ այդպես խորում եմ եւ մտածում եմ, գիտեք ինչ սիրելիներ, թե իմ մոտ այսօր ինչ պահանջարկ կա Աստծուն մոտենալու, այդ կյանքի ջուրը առնելու, այդ կյանքի ջուրը խմելու իմ ներսում։ Օրինակ ես մի բան ասեմ ձեզի, այստեղ ջուր է տրված, բայց ես ծառավ չեմ։ Ով կարող է ինձ ստիպելով այս ջուրը խմծնի։ Ես պիտի պահանջ ունենամ, պահանջարկ ունենամ, ես պիտի ծառավ ունենամ, որ խմեմ այս ջուրը, սիրելիներ։ Աստված ուզում է, որպեսզի մեր ներսը այդ պահանջը զգա, ունենամ այդ պահանջարկ, ունենամ այդ կարիքը սիրելիներ, եւ երբ որ այդ կարիքը կա, այդ կարիքը ստիպում է ինձ, որպեսզի ես խմեմ այդ ջուրը։ Ես ուզում եմ հետևյալը բնաբանը կարդամ Հովանու ավետարան 7-րդ գլուխ 37 համարը սիրելիներ, որ բոլորիդ քաչ հայտնի է դուք անգիր գիտեք սիրելիներ, ասում է տոնի վերջի օրը Հիսուս կայներ էր կաղագեր ու կսեր, եթե մեկը ծարավ է թող ինձի գա ու խմե։ Սիրելիներ, եթե բառը այստեղ օգտագործվում է, ես այսպես եմ հասկանում, որ ես պիտի այդ ետեն ունենամ իմ մեջ այդ ծարավի հատկությունը, որ կամ խմելու։ Սիրելիներ, ովքեր են այստեղ եկել այդ ծարավով։ Ես այդ ծարավով եկել եմ, այդ փապագով եկել եմ, որպեսզի այդ կենաց ջուրը խմեմ, իրան առնեմ։ Օրինակ ես մինչև կարդալը ես ուզում եմ հետևյալն ասեմ, իմ կինը որ Հիսուսի մոտ եկավ այդ ջրորից ջուր վերցնելու, Հիսուս ասեց, երբ որ դու գիտենայր, թե ով է որ քեզնի ջուր գուզե, դու անոր պիտի խնդրեիր, այսինքն այդ կյանքի ջուրը առնելու։ Պատկերացրեք մի բան, այդ կինը որ լսեց, ինքը խնդրեց, չասեց Տեր, ջուր դուր, որպեսզի չկամ այստեղ, ասավ այդ ջուրը հեչ, այդ ջուրը խմողը նորից կծարավի։ Բայց այն ջուրը, որ ես պիտի տամ, նրա ներսում պետք է իրապես այդ կյանքի ջուր լինի։ Սիրելիներ, այդ ջուրը ինքն է Քրիստոսը, այդ ջուրը իր խոսքն է։ Եվ ասում է, բնավ պիտի չծարավես։ Գիտեք մարդիկ երբ են ծարավելու, երբ որ չապաշխարեն ու դժոխք կետան, այնտեղ ծարավելու են հավիդյան այս ջրին։ Հիսուսը որ խոսում էր, հիշում եք, որ ասեց դժոխքում, երբ որ աղաղում էր մեծատուն, ասում էր թույլ տուր Ղազարոսին, որ գա մադը թաթախե ջրի մեջ եւ կատեսնե լեզուս հովացնե։ Պատկերացրեք մարդը կրակի մեջ այդ երկու կատիլ ջուրը դուք փորձել եք, ես փորձել եմ, մադս մցրել եմ ջրի մեջ, հանել եմ մի կատիլ, զորե երկու կատիլը դժոխքի մեջ ինչ պետք է լինի։ Այս կյանքի ջուրն է, ով այսօր մի կատիլ խմե այստեղից, ով այսօր մի կատիլ առնի, ով որ մի մանանեխի հատ առնի այստեղից գնա, հավատացեք, հավիդյան չի ծարավելու, որտեղ այս ջուրը կյանքի ջուրն է փառք իրան։ Եկել ենք խմելու, եկել ենք առնելու, իմ մոտ այս պահանջը պետք է լինի։ Այս ծարավը պետք է լինի, այս ուզենալը պետք է լինի սիրելիներ, եթե չեղավ, օրինակ համար մարդիկ այսօր աղաղում են, աղաչում են Տիրոջը, բայց որ փապակ չկա սիրելիներ, նրանք չեն առնի։ Եվ գիտեք ինչ, ես զարմանում եմ մի բանի վրա, օրինակ իմ զարմանքը կարող է ինձ հետ կիսեք դուք։ Այս կինը որ եկավ սամարացի կինը, այդ ջուրը առավ, այսինքն լսեց Հիսուսի խոսքը, որ ասավ դու իրավցնե մարգարե ես, ինչ որ ինձ հետ կատարվել դու ասեցիր, ու ասում է գնաց քաղաք, քաղաքում վգայեց եւ ամբողջ քաղաք եկավ Հիսուսի հետևից։ Ինչ որ խմել էր ինքը գնաց այդ ջրից բաժանեց, տվեց։ Այդ ջրից շատ-շատերը բաժին առան եկան ոնց որ Հիսուսի մոտ եւ լսելու եւ առնելու այդ կյանքի ջուրը։ Սիրելիներ, երբ որ առնենք գնանք մեզ էլ կլսեն, երբ որ այդ կյանքի ջուրը դու ունենաս, դու առնես գնաս, մենք այսօր մեր ընտանիքներն չեն կարողանում թաման բոլորին բերենք եկեղեցի, այդպես չի, որտեղ այդ ջուրը չկա, այդ ջուրը այնպիսի ջուր է, որ չի կրնա մարդը չխմի։ Այդ կնոջը ոնց լսեցին, ամբողջ քաղաք եկավ Հիսուսի մոտ, ամբողջ քաղաք։ Ես զարմանում եմ այդ խոսքերի վրա։
Եկան Հիսուսի մոտ, եկան այդ կյանքի ջրից առնելու, խմելու, որտեղ հավատացին, որ Մեսիան է հայտնվե, Քրիստոսն է, Փրկիչն է հայտնվե։ Եթե մեր մեջ չի հայտնվում սիրելիներ, եթե չկա, ոչ ոք մեզի չի լսի, հավատացեք, այդպես մեղք կկանք, մեղք կկետանք։ Կուզեմ, որպես այսօր եկել ենք, առնենք այս ջուրը, առնենք այս կաթիլը, առնենք այդ շնորհքը, որտեղ սիրելիներ, այդ կյանքի փոփոխությունը, այդ կյանքի իրական վիճակը արտահայտվում է մարդու կյանքի մեջ, թե մարդը այս ջուրը խմել է, խմում է, առել է, թե չի առել, փապագունի թե չունի սիրելիներ։ Դրա համար ես մի բան եմ ուզում ասեմ։ Եսայի մարգարեն, որ գրում է, ասում է, «Ո բոլոր ծառավազներ»։ Դուք կարդացել եք 55-րդ գլուխը Եսայի մարգարության առաջի համարների մեջ, որ ես 2-3 համար կարդամ, ասում է, «Ով բոլոր ծառավազներ ջուրերում եկեք եւ ստակ չունեցողներ, եկեք, ծախու առեք ու կերեք, եկեք առանց ստագի, առանց գնի, գինու կա ծախու առեք։ Ինչու ձեր վաստակը գվատնեք ոչ թե հացի համար եւ ձեր վաստակը այնպիսի բանի համար, որ չի կշտացներ։ Ուշադրությամբ ինձի մտի գրեք, որբեսզի բարիքներ ուտեք եւ ձեր հոգին բարարդությամբ զորանա։ Ձեր ագանջը խոնարհացուցեք ու ինձի եկեք, մտի գրեք ու ձեր հոգին պիտի ապրի եւ ձեզի հետ հավնենական ուխտը պիտի ընեմ Դավթի մնայուն ողորմությունները ձեզի տալով Փարթիրոջ»։ Ես 3 համար կարդացի, դուք շատ անգամ կարդացել եք սիրելիներ։ Առաջ օրինակ համար կարող եմ մեկնասի, ինչպես պետք է լինի սա, ինչպես ես պետք է մոդենամ։ Ես էլ ձեզ ասում եմ սիրելիներ, Աստված առաջինը ինքն է դիմում ու ասում, «Արի ինձի, ես քեզի կյանքի ջուր պիտի տամ»։ Հիմի սիրելիներ, գնացողը ես եմ, հուզողը ես եմ, փապաղուկողը ես պետք է լինեմ։ Այդ որ չեղավ, օրինակի համար հեշտ տեսել եք մեկը կանգնի ու հանկարծ քեզի բերու ասի, «Խմե, այս ջուրը խմե, լավ էլ դու ծարավ չունես, ծարավ չես զգում, ծարավի ոնց որ ասած հատկությունը քո մեջ չկա, այդ պահանջարկը չկա, զորով դու չես խմի, մի կում էլ դաժե չես խմի»։ Որ ծարավում ես, ասում ես, չէ, գնամ աղբյուրին, գնամ խմելու, գնամ առնելու, գնամ ստանալու սիրելիներ, եւ այստեղ Տերն է բարձրացնում, «Ով ծառավազներ, ինձի եկեք, ջուրերուն եկեք, եւ ձեզի ես պիտի տամ, ծրի եմ տալու, ծրի, ոչ մի վճար դու չունես Տիրոջը տալու, որ Աստված քեզի տա, մայն մոդենում ես հավատքով, հավատում ես Աստծո խոսքին, ընդունում ես, փապագում ես, այս ծառավը քո մեջ պետք է բորբոքվի սիրելներ, որբեսի մենք մոդենանք ջրին։ Եթե չեղավ այս հատկանիշը, չեղավ այս պահանջը, չեղավ այս կարիքը իմ եւ ձեր մեջ, մենք դադար կուկանք, դադար կեշտանք, այստեղից ոչ մի բան չենք կարող տանել։ Որտեվ գրված է սիրելիներ, գրված է Աստծո խոսքի մեջ շատ տեղեր է գրված, օրինակ ես ուզում եմ կարդալ սիրելիներ, թեկուզ հայտնության գրքից 2 համար ուզում եմ 21-րդ գլխի 6 համարը կարդամ, տեսեք ինչ է ասում Տերը։ 21-6 հայտնություն։ Նաև ըսավ ինձի, եղավ, ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը ու վերջը, ես ծառավին ծրի պիտի տամ կենաց ջուրի աղբյուրեն։ Ես ծառավին եմ տալու կենաց ջուրի աղբյուրեն։ Աստված այսօր տեսնում է ծառավ հոգի, ծառավ սիրտ ունես թե չունես։ Հետ չի եղել որ դադար գաղոտ ես արել, դադար եկե գնացել ես, հասել ես տուն ասել ես, յանի ինչ հասկացար, գնացի քնա կամ ընկամտքերի մեջ եւ այլ ոչինչ չեմ արել, այսօր եկել եմ, որտեվ ծառավ չես ունեցել, որտեվ փապակ չես ունեցել, որտեվ կարիք, պահանջ չես ունեցել, եւ դրա համար ես օրինակի համար մշտական աղոթք եմ անում, ասում եմ Տեր թիրի ծառավ այդ կարիքը, այդ ոնց որ ասած սովային մեջ, որովհետեւ ես կամ հոժարությամբ, սիրով, սրտանց, հավատքով առնեմ այդ կյանքի ջուրը, քեզի ունենամ, քեզանից բացի ուրիշ մեկին չեմ ուզում։ Ասապը իր 73-րդ Սաղմոսի մեջ գրում է, չէ, քեզանից բացի ուրիշ մեկին չեմ ուզում։ Ես ինչ եմ ուզում, ես ում եմ ուզում։ Իմ սրտի առաջնեկը, առաջնայինը ով է։ Տերը տեսնում է, ես զրուցում էի քույրիկների հետ ներքևում, ասում եմ քուրեր ջան, տեսեք, ամեն մեկս կարող ենք շատ խոսել, շատ ասել, շատ բաներ, բայց իրականը Աստված է տեսնում, ինչ կա քո ներսը, այդ քո ներսի եղածը, այդ քո սրտի եղածի համեմատ պետք է կանգնես Աստծո առաջ։
Ոչ ոք չի կարող համոզել ասուն թե այսպես արա։ Մենք կարող ենք իրարու համոզել, ասել, բան չկա, ասպես թողնել, բան չկա, ամբես եղնի։ Մենք կարող ենք մեր խոսքերը փոխել, չգիտեմ ինչեր անել, բայց Աստված հաստատուն եւ հավդենական եւ մնայուն է։ Նրա առջև սիրելիներ բոլորս բաց ու հայտնի ենք։ Մենք իրարուց շատ բաներ կարող ենք թաքցնել, ու այդպես էլ կա, լինում է, բայց Աստծուց թաքցնել չենք կարող, որտեվ իր առջև պետք է կանք եւ պետք է ինքը մեզնից հաշիվ պահանջի, հաշիվ ենք տալու։ Ինչպես եմ, եթե այսօր ես հայտնեմ Տիրոջ առաջ, Քրիստոսը գա այսօր, կամ ես մահանալու լինեմ, ինչ հաշիվ պետք է տամ Տիրոջը, ես ինչպես կարող եմ ներկայանալ իր առջև, սերներ, սա ամենամտահոգիչ բանն է հավատացյալի համար։ Ամենամտահոգիչ բանն է, որ այսօր ես պետք է նայեմ Աստծո խոսքին, դու պետք է նայես, տեսեք 22-րդ գլխի 17 համարում էլ է գրված, հոգին ու հարսը կսեն հայտնության, եկուր, ան որ կլսե թողս է եկուր, ան որ ծարավ է թող կա, ան որ գուզե կենա ջուրը ծրի առնե։ Սիրելիներ, Աստված հրավիրում է մեզ առնելու։ Աստված ասում է, այսօր էլ արի, ամեն օր արի, ամեն օր փապագի, ամեն օր ուզեցի, ամեն օր ցանկացի, եւ ես պատրաստ եմ այդ կյանքի ջուրը քեզի տալու։ Դուք հավատում եք, որ մեզնից է կախված, հա՞։ Մեզնից է կախված գնալը։ Օրինակ ես սկզբում, որ շատ տարիներ առաջ չէի հասկանում, Հիսուս որ ասում էր եկուր ինձի, արի ինձի, ես չէի հասկանում։ Օրինակ սիրելիներ, դա շատ պարզ չի, որ ասենք մարդուն Աստված ուզում է, որբեսի ինչ վիճակի մեջ ես դու, էտաս Տիրոջը, գաս Տիրոջը։ Սիրելիներ, հավատացեք, ես մի բան ուզում եմ ասել, կարող է դժվար երևնա, ինչ վիճակի մեջ ես, դա կարևոր չի։ Ընկած ես, տգար ես, մեղավոր ես, չգիտեմ ինչ վիճակի ընթացքի մեջ ես, այդ բոլորը հետևում թող, արի Հիսուսի մոտ, արի, սա Հիսուս ջան, սա թողել եմ, եկել եմ քեզի, դու ես իմ կյանքը, իմ կյանքի ջուրը, իմ հացը, իմ կերակուրը դու ես ամեն ինչ մերժում եմ, ամեն ինչ թողում եմ, գալիս եմ քեզ, եկել եմ քեզի, որտեղ դու ինձի կանչել ես, դու ինձի կանչել ես։ Քո մեղքերին մի նայր, քո տգարություններին մի նայր, քո խնդիրներին այսօր մի նայր, Աստված կարող է վեր հանել, Աստված կարող է կոտրել, Աստված կարող է փաթաթել, բժշկել, իր մոտ են դրանք, մարդու մոտ չի այսօր, ես այսպես մտածում խորում եմ, Հիսուս ջան, դու կարող ես այս բոլոր բաները անել իմ կյանքի մեջ, որտեվ իմ կյանքը քո առջև բաց ու հայտնի է, եւ դու գիտես իմ կարիքը, իմ ամեն բաները ես խնդրում եմ, ես փնտրում եմ, ես դուրս եմ զարնում, որբեսի բժշկես ինձ։ Ես շատ անգամ եմ խոսել, ես սովորել եմ Սուրբ Գրքից մի բան սրեներ, օրինակ մարգարեները շատ անգամ հիշեցրել են ձեզի, մարգարեները, որ մարդիկ դուք կարծում եք նրանք թերություն չունեին, խնդիրներ չունեին, բոլորն էլ ունեին, բայց եկել էին Տիրոջ, իրանց սիրտը բացել են Աստծո առջև, իրանց սրտի բոլոր բաները ոնց որ փռել են Տիրոջ առջև եւ խոստովանվել են, որ իրանք մեղավոր են կամ ինչպիսի վիճակում են եւ Տերը նրանց բժշկել է։ Օրինակ դուք կարտացել եք, չեմ ուզում կարտալ, դուք կարտացել եք սրեներ Երեմիայի 17-րդ գլխի մեջ, որտեղ ասում է հետեւյալը. Տեր ինձի բժշկե, որբեսի բժշկվիմ։ Հանկարծ չիմանաք մարմնավոր հիվանդությունների մասին է։ Չէ, սրա մասին ես չեմ խոսում։ Բոլոր մարդկանց հոգիները հիվանդ են եղել մինչև այդ բժշկություն ստանալը։ Մարգարեն ասում է բժշկես ես ու պիտի բժշկվիմ, փրկենց ու պիտի փրկվիմ։ Ես մի հատ հարց տամ, ինչի մարգարեն փրկված չէր, ասում էր որ իմ եսից, իմ անձից, իմ քարշությունից ինձի փրկե։ Սիրելիներ, գիտեք ռուսերենում որ կարդում ենք այս սիդը որ ամեն բանից խիստ չարուխապեպա է, ռուսերենում ասում է խիստ փճացած է, փճացած։ Այսինքն փճացած։ Եվ այդ սրտին բժշկություն է պետք, էդի տալիս է Աստված։ Եվ ուզում է որբեսի դու կաս իրան, որբեսի դա դրա համար ասում է բոլոր տգարներ, ընկածներ, բեռնավորվածներ, հոգնածներ, արեք ինձի, եւ ես ձեզի պիտի ինչ անեմ, հանգստացնեմ, հանգչեցնեմ։ Եվ դրա համար սիրելիներ, ես այսպես մտածում եմ, որ Տեր
իմ մեջ այդ պահանջարկը պետք է ամեն օր լինի, որպեսզի ես այդ քո ջուրը, քո հացը, քո կյանքը, քո բժշկությունը փնտրեմ։ Եվ տեսեք սիրելիներ, երբ որ կարդում ենք Հովանու Ավետարանի 3-րդ գլխի մեջ, դուք հիշում եք, որ Հիսուսին մոտեցավ Նիկոդեմոսը։ Ես գիտեմ, որ բոլորդ շատ լավ գիտեք, կարդացել եք, բայց այստեղ երկու համար ուզում եմ կարդամ սիրելիներ 3-րդ գլխի 5 ու 6-ը, եւ այստեղ դուք տեսնում եք, որ եկավ Հիսուսն ասում էր. դու այդքան տարվա քահանապետ ես եւ ես վերստին ծնունդի մասին չգիտես։ Իրոք չգիտեր սիրելիներ, երբ որ համոզվեց Նիկոդեմոսը, լրիվ համոզվեց սիրելիներ, որ պետք է հետևյալը, եթե մեկը վերստին չծնվի, այսինքն Աստծո հոգուց, Աստծո խոսքից, Աստծո ջրից, այդ խոսքն է, որ չծնվի, չի կրնա երկնքի թագավորությունը մտնել։ Իմ կարծիքն էսպես է, բոլորս եկել ենք եւ ուզում ենք որպեսզի մտնել երկնքի թագավորությունը։ Եվ այստեղ տեսեք, ես կարճ ուզում եմ կարդալ 5 համարից 5-ն ու 6-ը։ Հիսուս պատասխան տվավ ու սավ ճշմարիտ կսեմ քեզ, եթե մարդը ջուրեն հոգեն չծնա, չի կնա Աստծո թագավորություն մտնել։ Մարմինն ծնածը մարմին է ու հոգուց ծնածը հոգի է։ Ուրեմն մեր ծնունդը սիրելիներ պետք է լինի Աստծո հոգուց, Աստծո խոսքից, Աստծո ջրից։ Եթե ոչ այս փչացած սիրտը, փչացած վիճակը, փչացած կյանքը, փչացած ընթացքը ոչ մի բարի բան չի կարող անել։ Դուք կարող եք համոզվել, օրինակ, հələ դեռ չենք կարողանում համոզվել։ Օրինակ, մարդը չի կարողանում լրիվ համոզվել, որ ինքը լիարժեք փչացած ու մեղավոր սիրտ ունի։ Այստեղ դուք մենակ մի պատկերացրեք, որ այստեղ պետք է մենք խոնարհվենք կամ հասկանանք։ Մենք շատ շատ մեծ տոկոսը չի համոզվում, որ ինքը լիարժեք մեղավոր է եւ պետք է Հիսուսի մոտ գնա, որպեսզի Հիսուսը իրան բժշկի, ողորմություն անի։ Դուք գիտեք, այդպես հեշտ է մարդը իրան մեղավոր ճանաչի։ Խոսքով չէ, մենք խոսում ենք, Կարուշ եղբայրը մի բան ասեց ներքևում ինձ, ասեց, եղբայր, տեսնում ես, խոսալ իշքան հեշտ է, ճիշտ է, խրադելն իշքան հեշտ է, ուրիշը խրադում ես, բայց դու խրադ ընդունելուց կամ ես խրադ ընդունելուց այնքան դժվարանում ենք կամ ինչի ես չգիտեմ կամ չեմ հասկնա։ Այդ գիտենալ հասկանալը քիչ ընդունել է պետք։ Որպեսզի բժշկվի, մարդը տեղ է առնում, որ բերի տնի ամենաթանկարժեք տեղը, որ արժի ենթադրենք 500,000, դրան բերի ու տնի երեսին նայի, խո դրանով չի բժշկվի։ Պետք է խմի, դա պետք է օգտագործվի, դա պետք է իրան ներս անցնի, որպեսզի բժշկություն լինի, սիրելիներ։ Թող Տերը ողորմություն անի, որպեսզի մենք այսօր հասկանանք ու ես այսպես մտածում խորում եմ, ես ինչպես եմ եկել, օրինակ մարդը կարող է գալ, գիտեք ինչ ձևի կարող է գալ, օրինակ շատ ժամանակ որ կարտացել են կամ այսօր է կարող է կարտանք այս տողերը լավ չհասկանանք սիրելիներ։ Օրինակ կարդում ենք Երեմիա մարգարեության 2-րդ գլխի 12-13-ը կարդամ սիրելիներ, որ բոլորիդ քաչ հայտնի է։ Տեսեք ասում է. Ով երկինք, ասոր վրա զարմացեք, ապշեցեք ու խիստ ոսկացեք կսետերը, վասնզի իմ ժողովուրդս երկու չարություն գործեց, զիս կենաց ջուրի աղբյուրը թողուցին, իրենց գուբեր փորեցին, ծագոտ գուբեր, որոնք չեն կրնա ջուր պահել։ Սիրելիներ, բոլոր մարդիկ ի զորու են իրանց համար գուբեր փորելու, այսինքն իրանք իրանցով կերակրվելու, իրանք իրանց արտարացնելու, իրանք օրինակի համար ես ցեզ հիշում եք այն խնջույքի առակը, որտեղ որ Հիսուսը մտավ այդ խնջույքի տեղը, տեսավ մեկին, որ աղդոտ հանդեսներով էր։ Ասավ նրան, ասեց, ով ընկեր քեզի, ով ներս բերեց, ով թույլատրեց, որպես ես խնջույքի մասնակից դառնաս, դու այդ շորերը չունես։ Գիտեք որ մարդն է, որը որ Քրիստոսի արտարությունով չի եկել, իր արտարությունը, իր ծակ գուբերն են, ես եմ անում, ես չեմ անում, այսպես եմ, այնպես եմ, էսի մանկությունից ինձ եղել են մարդիկ, գիտես, այ աղբեր ջանք, ես մորուց, մանկուց, պզդի ողտվորից, ես հավատացել եմ, ես պաշտել եմ Տիրոջը, ես էլ ասել եմ, դու երբևիցե մեծ չես Պողոս առաքյալից, որ ասում էր, ես չգիտնենալով հայույչ էի, հալածող էի եւ այսպեսի շատ բան, բայց երբ որ ինքը դարձի եկավ, ինքը ինչպես տեսավ, որ ինքը մեղավորների գլուխ է, ինչպես տեսավ։ Օրինակ ես էլ եմ զարմանք ապրում, ինչու ես այսօր կարող եմ այդպես չտեսնեմ։ Իմ պատկերացրա, որ ես քեզի ասեմ, դու էլ չես ընդունի։ Տուն ես գնում ու հանգած մի բան տան մեջ
շարժվում է, պատահում է ու հանկարծ ասում են, սաղ դու ես մեղավոր։ Դու ինչպես ես բանը տանում, Յա, ես ինչի՞ պիտի մեղավոր եմ։ Հլասեք իմ մեղքը որն է ապաշխարեմ։ Հլասեք։ Օրինակ ես այսօր օրինակ բերեցի այդպես, ասեցի օրինակի համար ես ցեզի մի բան ասեմ, որպեսզի դուք հասկանաք, լրիվ հասկանաք։ Այն մաքսավորը, որ եկավ աղոտ կանելու, իր գլուխը չէր բարձրացնում, իր կուշտը ծեծում, ասում էր որ Տեր, ներեզիս մեղավորիս։ Պատկերացնում եք, այդ մարդը հարգահավաքներին հեշտ մարդ չի սիրում։ Այնման է թե չէ։ Սա կռվում են հարգահավաքները, ջրի մարդու հետ, լուսի մարդու հետ, գազի մարդու հետ, սա կռվում են։ Շատ է գրե շոճիգից լավ չի աշխատում, ջրից շոճի գարագեցին, սա կռվում են։ Այդ մաքսավորը այդպեսի մի մարդ էր, այսպես եկել էր առաջ իմ տունը։ Ես նրան այդպես անպատվեց դուրս էի երել, Վարուժեն ստումներ եկե, Վարուժն է նրան էր անպատվեց, բայց այդ մարդը վերջը եկավ, սա վետամ իմ աղոտ կանեմ։ Եկավ չասեց, երբեք չասեց Հիսուս ջան, ախր տեսար ես հանդիպա, դու լավ գիտես, ես հանդիպա Պողոսին, հանդիպա Վարուժին, հանդիպա մյուսներին, հանդիպա Պավլիկին, Պավլիկն ինձ մի հատ զարգեց ու դուրս երեց տնից։ Բոքսեց ու դուրս երեց։ Հիմա ես այդեղ իշքան ճիշտ է մեղավոր եմ, բայց խոտկան մեղավոր չեմ։ Ես մաքսավոր մարդ եմ, իմ գործս էդ է, մեկ չենք ասում, մարմնի մեջ ենք, խո ես հրեղեն չեմ, հրեշտակ չեմ, Հիսուս ջան, այսինքն ես արտար մարդ եմ։ Պատկերացրեք, այդ մարդն եկավ աղոթքի, ինչ էր աղոթում, զիս ները մեղավորիս, չսավ հանդիպել են Պողոսին, այսպես ասե, Վարուժին եմ հանդիպել, Պավլիկին եմ հանդիպել, ընձի, այսպեսի բանը արեցին, այս պատճառները ունեմ ես ինչը ամենամեղավորը լինեմ, հետ չարտարացրեց իրան։ Սիրելիներ, դուք գիտեք, որ հավատացյալների, կասեմ հոգևորների շատ քիչ տոկոսն են էսի հասկանում։ Դուք գիտեք, մենք լրիվ հասկանում ենք, հələ մեզի կպնեն, հələ մեզի մի բան ասեն։ Մենք կսենք, որ ես այս բոլոր բաների մեղավորը ես եմ, ներեք ընձի, ներեք, իմ պատճառով եղավ, ներեք ընձի։ Չէ, դու ես մեղավոր, կեսը դու կեսը, 50-50 կիսվում ենք իրար հետ։ Դրա համար է չի ներվում մեր մեղքերը, մի զարմացեք սրաներ։ Մարդը իրան միշտ տեսել է բարի, արտար, դու չգիտեմ կատարյալ, իրան ասուտեղ դրած։ Մարդը չի հասկանում սրաներ, կամ հասկանալով չի ուզում սա վերագրի, ինքը խոնարհվի Աստծո առաջ։ Գիտեք, այդպես մենք ինչ որ խոսում ենք կամ մտածում ենք, Աստված այդպես է մտածում։ Ես ներքևում ասեցի, սիրելիներ, մեր վրա 3 հատ կարծիք կա, ուր ուզում ես գնա։ Իմ կարծիքին վրա, թե ինչ եմ ես, Աստված գիտե թե քո կարծիք քո վրա ինչպես է։ Ոչ ոք քո սիդը չի կարող քննել։ Երկրորդ, դիմացինի կարծիքը քո վրա, շատ հնարավոր խապված կարծիք ունենա, դու շատ լավ ես, բայց մի հատ կարծիք կա, որ Աստծո կարծիքն է, ամենաճիշտ Աստծո կարծիքն է։ Դու չես կարող Աստծո կարծիքից, Աստծո ոնց որ ասած աչքից փախնես հեռանաս։ Ինքը գիտի իր կարծիքը հավիտյան իրական ու ճշմարիտ է եւ անփոփոխելի, անփոխարինելի է։ Եվ նրա արջը պիտի կանգնենք, հաշիվ պիտի պահանջի մեզանից։ Ինչ ուզում ես արտարացի, դու չես կարող։ Ոչ ոք Աստծո արջև կանգնելով չի կարողացել արտարանալ ու ասել, ես որովհետև այսպես եք, տեսեք, ասենք, մենք բողոքում ենք, ախր ով իմ տեղներներ Աստված ջան, հիմի ես իմ ինչ կեղներ։ Մեկ մեր մեծեն ասեմ, չեմ, ջայլները չեն հասկանա, բայց պիտի ասեմ։ Իմ օսկորը սփլի օսկորը, այսինքն փղի ոսկոր է, որ ես դիմանում եմ ստոն ծերը։ Համի ով եղներ, շուտ մեռասկան, ես էլ ձեր դարդը քաշեմ։ Ոնցպես արտարացավ, լավ գնաց դու, բրծա։ Եվ դրա համար Աստված տեսնում է, որ դու երբևիցե 10-20 տարի գալիս ես, 30 տարի գալիս ես, բայց քո մեղքը չես ճանաչում։ Ես իմ մեղքը չեմ ճանաչում, ես ինձ արտարացնելու հետևից եմ։ Դրա համար չի ներվի քո մեղքը, իմ մեղքը, երբ որ մարդը օրինակի համար Պողոսը հին ուխտի շատ մեծ, ոնց որ ասած այդպես գիտություն, իմաստություն էր, շատ բանում ինքը արտարության մեջ էր։ Այն հին ուխտի օրենքի արտարության մեջ։ Բայց որ դարձի եկավ, ինչ եղավ որ այս մարդը ասավ, ես մեղավորների գլուխն եմ, հե՞։ Ինչ եղավ որ այս մարդը ամեն ինչ գիտեր։ Հոգևոր ամեն բաները հասկացավ, գիտակցեց, բայց ինքը հետևյալն ասեց. ես մեղավորների գլուխն եմ։ Ինչ այդ մարդը հասկացավ։ Օրինակ ինձ համար զարմանալի է, մի զարմացեք, գիտեք,
Դու կարողանում ես այսօր իրապես քո ներսով, ոչ թե խոսքով բոլորն ասում են. «Հա, եղբայր ջան, ես շատ մեղավոր եմ, ես մեղավորների գլուխն եմ, բայց ինչ մեղավորների գլուխ, ինչ բան, ես այդ տան հռչակավոր, թակավորն ու թակուին եմ, ով կրնանձի մի բան ասի»։ Օրինակ ես վերջերս Պեմզաշենում մենք զրույց ունեցանք, ասեցի արեք կեղնի աղոթենք սիրելիներ հետևյալի մասին, ես էլ ասեմ եւ աղոթքի կանգնենք։ Ասի օրինակ Դավիթ թագավորը հետևյալի վրա ուրախանում էր, հասկանում էր եւ ասում էր 119 Սաղմոսի 71 համարը դուք կարտացել եք, գուցե բոլորը դա անգիր գիտեք, ասում է աղեք եղավ ինձի, որ վշտացա, որբեսզի ասում է քո կանոններդ ինչ եմ սովորեմ։ Սիրելիներ, օրինակի համար ես մի հատ հարց տամ ձեզի։ Ես էլ ձեզի հետ մեկտեղ, ձեզանից մեկը գուզե կամ ով գուզե որ իրան վշտացնեն։ Այդպես մարդ կա որ հələ թող ծեր բարձնի, գուզեն իրան վշտացնեն, այսինքն վիրավորեն, նախադեն, չարախոսեն, չար բան ասեն։ Ոչ մեկից չենք ուզի, չէ՞։ Այս մարդն ասում էր որ աղեք եղավ ինձ որ վշտացա։ Գիտեք ինչի սիրելիներ, այս մարդը որ վշտանում է, տեսնում է իրան ներսից ինչ է դուրս գալիս, հա։ Մարդուն երբ որ հագարակվում ես, վիրավորում ես, չար բան ես ասում, հա, նոր տեսնում ես թե ինչ կա այդ մարդու ներսը, այդպես է թե այդպես չի, որ փաղաքշես, ասես վայ սիրելի, սիրուն ջան, չկա քեզի նման, չկա քեզի նման, սա այդնով այդպես է, չկա քեզի նման, գովա սազը մարնից, գովա, ով պետք է նեղենա քեզնից։ Խո հիմար չենք նեղենան։ Բայց որ ասեն դու շատ վադն ես, դու ենքան վադներ որ Աստված առաջին է քոնդանիկի մեջ քեզի կանչեց որ մենք քեզնից բրձնենք։ Դու ես այո ամեն ճիշտ կսեք, Տերը օրհնի քեզի, Տերը օրհնի, այ վաղ նոր կհասկանանք որ մարդը հասկացել է ինչ որ բան հասկացել է Սուրբ Գրքից։ Աղեք եղավ որ վշտացա։ Հələ արեք ընձիսեք ես աղեք կսեմ լավ եղավ որ ընձի վշտացրեցին։ Սիրելիներ, բանը նրանում չէ որ կարդում ենք, բանը նրանում չէ որ քարոզում ենք։ Ես ինձ ասեմ, բանը նրանում չէ որ խորհուրդ ու խրատ ենք տալիս, բանը նրանում է որ երբ որ ես վշտացա, նեղվա, դժվարացա, իմ մեջ խնդիրներ առաջացավ, ես տեսա թե ես ով եմ։ Կուրախանամ որ Տեր շնորհակալ եմ որ ինձ ի հայտ բերեցիր, ինձ հասկացրեցիր, ինձ ճանչեցրեցիր, իմ ով լինել է, ես խոստովանվում եմ քառաջ, ներիր ինձ մեղավորից, ես իրապես շատ մեղավոր մեկն եմ, որ ես էլ կարողանամ ասեմ Հիսուս ջան, ես լավ եղավ որ ինձ վիրավորեցին, նեղեցրեցին, որովհետեւ ես ճշմարտությունը աղեգը սովորեմ։ Կարող ենք ասել, չենք կարող, չէ՞, ուրեմն մենք լդեր, դա Աստված, որ շատ շուտ գալ տարի այդպես մեր մեջ այս իրականությունը կատարվի։ Օրինակ ես աղոթում եմ, ասում եմ, գիտեմ որ Տեր դու կարող ես անել, օգնիր ինձ, որպեսզի այսուհետև երբ որ ինձ վիրավորեն, վշտացնեն, ես մի բան հասկանամ, որ իմ ներսում ինչ որ կա, ես տեսնեմ եւ ասեմ ճիշտ եղավ Տեր, ճիշտ արեցիր, որպեսզի ես սովորեմ ճշմարտությունը, քո կանոնը, քո ճանապարհը եւ ամեն աղեկ բաները։ Աղեկ եղավ, լավ եղավ։ Սիրելիներ, եւ դրա համար ես մի հատ խնդրվածք ունեմ սիրելիներ, որ մենք եթե կանք կենաց ջրին, եթե կանք Քրիստոսին, եթե կանք Աստծուն, եթե կանք խոնարհցնենք մեր սիրտը, Աստված տեսնում է եւ մեզի կբժշկի, որտեղ ասում է ես կբժշկեմ ձեզ։ Ես ձեզի կփրկեմ ձեզնից, ես ձեզի կազատեմ, ես ձեզի այդ բանից դուրս կբերեմ սիրելիներ, որպեսզի իրապես Աստծո ճշմարտությունը, Աստծո խորհուրդը, Աստծո խոսքը իրական դառնա։ Հասկանում եք, կարող է անգիր մենք գիտենանք այս բաները, բայց դրանք իրականություն չի, երբ որ չկատարվի մեր ներսը, մեր հոգու աշխարհը, մեր կյանքի փոփոխությունը, մենք եւ մեր դիմացիները չտեսնենք։ Մենք եւ մեր դիմացիները չտեսնեն, թող Աստված ողորմություն անի։ Գուցե մի քիչ խիստ եղավ, բայց ճշմարտությունը սա է սրերներ։ Մենք ճշմարտությունից փախնելու տեղ չունենք։ Ես ուր փախնեմ ճշմարտությունից, ուր գնամ։ Դավիթն ասում էր, չասում, երկինք ելնեմ հոնես, դժոխք անգողցնեմ դու այնտեղ ես։ Եթե ասում է արեկագետ թևերի վրա աշխարհի միջև մյուս ծայրը կամ ինչ որ մի կղզում հայտնվեմ, էլի քու ձեռքդ հոն է։
այնտեղ դու ինձ տեսնես, մուտլը խավարը քո համար լույս է, խավար չէ։ Այսինքն ես փոխանակ փախնեմ, այլ կամ Հիսուսի առջև ասեմ, Հիսուս ջան, դու ողորմած Աստված ես։ Ես կուզեմ ինձ իրական այն դարձը տաս, այն ապաշխարությունը, որին դու ես ուզում, որին դու ես հավանում։ Հոժարություն կա, սիրելիներ, այսպես է Տիրոջ ջրին գալը։ Հասկանում եք, փապագել եւ ուզենալ Հիսուս ջան։ Ուզում եմ այդ կյանքի ջուրը խմել եւ ուզում եմ, որպեսզի թեգուզ այդ խորտուբոտ, փշոտ, քարկարոտ ճանապարհով գնամ, որ հասնեմ տեղ։ Լեն ճանապարհը դժոխք է տանում, սիրելիներ, ընդարձակ է ճամբան։ Շատ որ են անգե գնացողները, քիչ որ են, շատ քիչ որ են այդ նեղ դռնող մտնողները սերներ։ Մեր ընդրությունը պետք է։ Ես ընտրել եմ այդ նեղ դուռը, թե չեմ ընտրել։ Ես ուզում եմ այդ նեղ դռնով գնամ, թե չեմ ուզում, սիրելիներ։ Աստված տեսնում։ Եթե ես ուզում եմ այդ նեղ դռնով գնամ, ուրեմն այդ ջրին կարոտ եմ, այդ ջուրը, որ ես խմեմ, այդ դժվարին ճանապարհի մեջ էլ ես կարող եմ ուրախությամբ ապրելու քայլել։ Օրինակի համար ես ասեմ եւ աղոտ կանենք, սիրելիներ։ Առաքյալներին, որ նախադեցին, ծեծեցին, հայույեցին, ամեն ինչ ասում են, նրանք ուրախացած գնացին իրանց տունը։ Փառք ու դայն, որ արժանի եղան Աստծո համար նախատվելու, հալածվելու։ Մեզ որ հալածում մենք ինչ ենք անում, հələ ասենք մենք հալածում ենք հարևանի, բարեկամի, հարազատի, ընտանիքի կողմից, իմ մեջ ինչ է առաջանում, ուրախություն թե կռիվ, ղալմաղալ, թե ինչ, դու ով ես որ ինձ ես կամ դու լավ ես, այդպիսի պատճառաբանություններ լիքն են մեր կյանքում, դրանից մենք պետք է ապաշխարենք։ Դրա համար պետք է մոտենանք Տիրոջը, որովհետեւ այդ կյանքի ջուրը մեր ներսը իր դրական ազդեցություն եւ դրական փոփոխությունը կատարի։ Ժողովուրդ ջան, եթե ոչ, ես կեղնեմ դադար խոսող, դուք կեղնեք դադար լսող։ Որ չկատարենք, ինչ օգուտ կլինի։ Թող Աստված ողորմություն անի մեզ օգնի, իր շնորհքը լինի ամենուս։